Հայաստանի պատմության թանգարանի երկու ցուցասրահներում քրիստոնեական մշակույթն է, բացառիկ նմուշներով, սրբապատկերներով և փորագրված խաչերով։ Ցուցադրությունը թանգարանում մեկնարկել է անկախության տոնից ի վեր, Հայաստան են բերվել նմուշներ աշխարհահռչակ Լուվրի թանգարանից։ Որոշում կայացվեց այսպես համադրել այն մշակութային արժեքները, որոնք շատ այսպես ընդհանուր գծեր ունեն արևելաքրիստոնեական ժառանգության կոնտեքստում, բայց նաև ունեն իրենց առանձնահատկությունները։ Օրինակ, երկու սրահներից մեկում Սևանի Առաքելոց վանքի 15-րդ դարի դուռն է, իսկ մյուսում բյուզանդական դասական սրբապատկերը, ստեղծված Կրետեում։ Այցելում, երբ որ կանգնում է, մի կողմից տեսնում է, նույն ժամանակաշրջանում համա այսպեսի նույն գաղափարների շրջանակում, ինչպես էին, ինչ դրսևորումներ էին նաև ստանում այս նմանատիպ նաև արվեստի գլուխգործոցները։ Այսպիսով համադրվել են երկու թանգարանների նմուշները մեկ տեղում, ստեղծելով յուրահատուկ երկխոսություն։ Այստեղ չեք տեսնի, որ Լուվրից եկած հավաքածուն մի տեղ է, Հայաստանի պատմության թանգարանից հավաքածուն մի տեղ է։ Այ հատկապես մեր ֆրանսիացի գործընկերները պնդեցին, որ դրանք այսպես համատեղ լինեն եւ խառատ ներկայացված լինեն, որպեսզի մարդիկ իրենք նաև բացահայտեն այս կապերն ու տարբերությունները։ Նոր ցուցադրությունը հետաքրքրել է մարդկանց, ասում է պատմության թանգարանի տնօրենը։ Միայն առաջին շաբաթվա ընթացքում 1000-ից ավելի այցելուներ են ունեցել։ Նաև թանգարանը որոշում կայացրեց, որ թանգարանը պետք է բաց լինի մինչև ուշ երեկո, մինչև ժամը 10, որպեսզի նաև հնարավորություն ունենան մարդիկ այս եւ նաեւ մյուս երկու միջազգային ցուցահանդեսները հոկտեմբեր ամսին ավելի երկար ժամանակով տեսնելու։ Այս համագործակցությունը նախատեսվում է շարունակել։ Հաջորդ անգամ արդեն դեսպան ցուցանմուշներ կտարվեն Հայաստանից Լուվրի թանգարան։